Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Անդրադառնամ ելույթներին հələ մի հատ տնամի չեն ասում։ Թափույթ Թովմասյանը ելույթ ունենում եւ բնականաբար պարոն Կոնջարյան, բայց իրենք օգտագործում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, ընդդիմադիր ուժեր են, պիտի օգտագործեն, պիտի շահարկեն։ Թափույթ Թովմասյանը իջիրս այլոց օրինակաբերում է հայտնի կարտոշկի գործը։ Այդ կարտոշկի գործը իբրև խեղճ գյուղացուն ես զրկել եմ 3 կիլոգրամ կարտոֆիլ թափվել ասֆալտի վրա։ Այդ տեղանքը Արցախը ազատագրելուց հետո երկրապահները բռնազավթել էին։ Եվ ոչ մեկը, ոչ թաղապետարանը, ոչ քաղաքապետարանը չէին համարձակվում երկրապահների դեմ քայլ կատարելու։ Այդ տեղանքում երևի թե դարերով, ես իմ գրքի մեջ գրել եմ, երևի թե դարերով կարտոֆիլ է վաճառվել։ Եվ բռնազավթել են եւ տվել էին մի հատ մեկին, ով պիտի մանր արենդայով տալ եւ փող աշխատել։ Եվ իշտել է բայց փողոցի մի ամբողջ հատված փակվում էր։ Գնացեք հիմա տեսեք ինչ ա եղել։ Մենակ այդ քալի շնորհիվ, եթե բարով խելով մեր կուսակցությունը գրանցվի, մենակ այդ քալի շնորհիվ Նիկողոս Տիգրյանի ապրող ժողովրդի 50%-ը ձայնատալու մեր կուսակցությունը պարոն Ասլանյանի եւ իմ կողմից նախաձեռնված կուսակցության հիմք, որովհետեւ փողոցը մաքրվել է, կներեք բարես համար զուգարանը մաքրվել է այդ ամեն ինչից։ Ես դա եմ արել եւ ես էլի բաներ եմ արել, հարգելի ընդդիմադիրներ։ Հիմա մատ Գարիկ Դանիելյանին անդրադառնանք նորից հետո հիմնավորենք ընդդիմադիրների կեսվածքը։ Գարիկ Դանիելյանը ելույթ ունենում, ինքը գիտի, որ ինքը որոշակի հարգանք է վայելում հասարակության մեջ։ Իրականում ես էլ եմ կապան դրական տրամադրված, բայց ինքը շահագործում է այդ հանգամանքը։ Եվ երբեմն ըստ նպատակի օգտագործում։ Հա, պարոն Աղազարյանը հո ամենակոռումպացվածը չի ստեղ ԿՊ-ի մեջ։ Այսինքն դատական որոշումը կայացնում, որ ես կոռումպացվածն եմ, հանցագործն եմ, մյուսներն էլ ավելի հանցագործել, այդպես չեն անում։ Պարոն Աղազարյանը մենակ լինելով իշխանական կուսակցության անդամ, ձեր երկու խմբակցություններից շատ գործ է արել պետության համար։ Ձեր առած գործերի ամենակարևոր բանը եղել են, ես միշտ բարձ եմ գնահատում ընդդիմության դերը եւ իշխանությունը ես համարում եմ երկու մասից բաղկացած, ընդդիմությունն էլ է իշխանություն, որը շատ դեպքերում ճիշտ չի հասկացնում։ Դուք ընդհանրապես ձեր հանրահավաքներով բաներով պարբերաբար հաստատել եք, որ օրվա քաղաքական կուրսը ճիշտ է, որովհետեւ ժողովրդի աջակցություն չեք ստացել։ Ափսոս Վիլեն Գաբրիելյանը այստեղ չի։ Մի տեսակ խանդով խոսած, որ մենակ դու չեք պարոն Աղազարյան, որ տղա եք։ Պարոն Վիլեն Գաբրիելյան, ես ձեզ եմ շատ հարգում, սիրում, բայց դուք ոչ կուսակցության սիրելին եք, եւ դուք այդ հանգամանքի ներքո եք ցույց տվել ձեր այս կամ այն հարցում համարձակ կեսվածքը։ Ես ոչ կուսակցության սիրելին չեմ եղել, բայց դառը իրականությունների մեջ միշտ իմ կեսվածքը պահպանել եմ, բայց բոլոր դեպքերում ես շատ բարձր գնահատում ձեր գոյությունը եւ թիմում եւ պետականության հետ կապված։ Հիմա ես մի կարծանադառնամ Տիկին Կուրեյանի ելույթին, որովհետեւ այնտեղ շատ կարևոր բան ասում Տիկին Տատախազ։ Ինքը ասում է, որ դուք մայիսից 23 թվականի մայիսից արդեն այդ մարդկանց հետ կապված ինչ-որ բաներ տեղի ունեցել եւ այլ կարելի է արդյոք մտածել, որ այնտեղ ինչ-որ բաներ նախապատրաստվել է եւ այլ Փողոցում երկու օր առաջ հանդիպեցի պատահական մի հատ մարդու։ Բարևեցի, չճանաչեցիք պարոն Աղազարյան, ասեցի չէ կներեք։ Ասավ բանը, ներկայացավ, անունը չեմ տա։ Ներկայացավ։ Ասավ գիտեք, այդ մանր եղջերավոր անասունների գործով ես էլ ձեզ պետք է զանգեի։ Ասավ ո՞նց են անում։ Բռնում են հանցագործության մեջ մեղադրվող երկու հոգու եւ իրանցից թելեր են տանում տարբեր թելեր։ Կներեք, էլի ներողություն եմ խնդրում, բայց արդեն կյանքը կա, տեսնում ենք, եւ փորձում են կապել այս կամ այն մարդու հետ, որի վրա ինչ-որ ձևով բան փորձեն անեն։ Ես էլ պետք է ձեզ զանգեի, ես չզանգեցի, ասում եմ։ Հա։ Հիմա պետք է բան անենք, գալատանանք պարոն Հայկ Մնջուրյանի ելույթին։
Պարոն Գորջյան, ես ձեզ սենյակում ասել եմ, որ ինչ որ ասել եմ, լրիվ չեմ ասի բնականաբար։ Բայց մասնավորապես ասել եմ, որ ես միշտ գնահատել եմ ձեզ, ես հարգել եմ ձեզ, կներեք, որպես իդի շատ փոքրիկ տղաների տարիքի, նաև ես սիրել եմ ձեզ որպես երիտասարդ բարդ, երիտասարդ քաղաքական գործիչ, բայց ձեր խոսքը, եւ որ դուք ելույթ եք ունենում, այսպես կանգնած ելույթ եք ունենում, չէ՞։ Եթե այնտեղից մի հատ բան գցենք լույս, որ տնակ ստվեր կա թե չէ, ստվեր չի առաջանա։ Ձեր գեղեցիկ խոսքը դատար կա արդյունքում։ Դուք բարերի կույտ եք հավաքում իրար գլխի եւ միտք եք արտահայտում։ Հիմա դուք արդյոք դուք չգիտեք, որ ավտորիտարիզմը եւ բռնապետությունը տարբեր բաներ են։ Ավտորիտարիզմը մի մակարդակ ցածր է բռնապետությունից եւ այս պահին իմ ստեղ գտնվելու հանգամանքը ես պետք է օգտագործեմ եւ փորձում եմ օգտագործել, որ ավտորիտարիզմը որ կայանում է չդառնա բռնապետություն։ Իհարկե, դեր օրինակը շատ ճիշտ է կապված Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հետ իշխանության հետ, շատ ճիշտ է, բայց եթե ես եմ արել ձեր հետ միասին, պարոն վարչապետի հետ միասին, ես եմ արել, ուրեմն մի ծախեք իմ վրա իմ արածը, ես եմ դա բերել նաեւ, եւ ավտորիտարիզմը նորից եմ ասում, դա դեռ բռնապետություն չի, եթե վարչապետը կանգնում ասում է ուղիղ եթերով, ելույթ անում համեկի ուղիղ եթերով եւ հայտարարում, որ ինքն է ԲԴԽ-ի նախագահին ասել, որ բանանի, հրաժարական տա, ավտորիտարիզմը ո՞րն է։ Ավտորիտարիզմը վատ բան է։ Ես մի անգամ էլ նախաձեռնողի նիստի ժամանակ ասացի, պարոն Գաբրելյան, ասացի, պարոն վարչապետ, դուք մեզ շատ եք սիրում, որ շատ եք սիրում, ուժեղ եք գրկում, որ ուժեղ եք գրկում, խեղդվում ենք, նա թողեք տնան կարում ենք մենք քայլեմ, թե չէ, այդ են սախիտ խեղդել այն մայնքը, գրկել խեղդելը դառնա ավտորիտար ղեկավար, դա վատ է, թող իմ խոսքի արդյունքում դուք, որովհետև դուք ուժեղ երիտասարդներ եք, իմ խոսքի արդյունքում դուք հակատրվեք ինձ եւ այս շղթաներից ազատվեք, որ ինքն էլ ուժեղ լինի։ Մենք եք իրան թույլատրել, մեր բանով եւ շատ ենք թույլատրել։ Եվ երեկվա իր ելույթը ստեղից դրա պատվիսն է։ Հիմա հրաժարվել եմ վարչության հորդորից, որպեսզի մանդատը վայրդանելու հետ կապված։ Բնականաբար հրաժարվել եմ, իսկ նախ երեք էլ հիմնավորում բերեցի, որովհետև դա իմ համար շատ վիրավորական էր, վարչապետի նման վերաբերմունքը, եւ ես չէի կարող, եւ ես Կիլիկիայի հետ կապված, կներեք հազար անգամ ներողություն, երբ որ ամեն մեկը չգիտեմ որտեղ էիք, ես նոյեմբերի 9-ից 3-4 օր հետո հարցազրույց եմ տվել եւ ասել եմ, որ Քարվաճարը մեր հետ չի եղել երբեք։ Այո, ես իրական Հայաստանի կողմնակիցն եմ եւ տերն եմ, բայց ինչ կարիք կա առավոտ այդ մասին խոսալ, կեսօրին այդ մասին խոսալ, երեկոյան այդ մասին խոսալ, հաջորդ օր այդ մասին խոսալ, ինչ կարիք կա։ Միգուցե այդ ամեն ինչի մեջ մի հատ վտանգ է թաքնված։ Այդ անհանգստությունը կարող եմ ունենալ, որ վաղը չեմ իսօրը ինձ ուրիշ իրական Հայաստան է հրամցվելու, բավարարվեք այս իրական Հայաստանով, եւ ես այդ վտանգի դենալով պայքարել եմ, պարոն Գոնջորյան, ամեն անգամ ձեր ներկայությամբ հարց եմ տվել, փախստականների վերադարձի հարցը քննարկվում է, թե չի քննարկվում, ամեն անգամ ստացել եմ բացասական պատասխան, շնորհակալ եմ, բայց հիմա այդ հարցը քննարկվում է, երկու ժողովուրդների մեջ հսկայական արյուն է հոսել, հսկայական արյուն հոսելու պարագայում, եթե մի կողմը ասում է պիտի փախստականները գան նոր խաղաղության պայմանագիրը ստորագրեմ, այդ կողմը խաղաղություն է ուզում, եթե մի կողմը ասում է Տիգրանաշյանը պիտի տաս ինձի, որ մեր ինձ տեղադրի ինչ-որ մարդկանց, որոնք անկայունության էլեմենտներ պիտի սերմանեն անդադ, այդ մարդը խաղաղություն է ուզում, խաղաղություն չի ուզում, հիմա ես իրավունք ունեմ անհանգստանամ մեր պետության վաղվա օրվա վրա, ունեմ, կարող է այնպես լինի, որ դուք նաև իմ տաշեղիս, տաշեղ անձիս, փոքրիկ խոսքով, որ դուք ասեք այսքան լիքն եք և ուժեղ եք և մի հատ տաշեղ ապակասում, որպեսզի դուք դառնաք ամբողջական ուժեղ։ Կարող է այդ իմ պահվածքով դուք դառնաք այդ ամբողջական ուժեղը
եւ բոլոր այն անհանգստությունները, որ կա այսօր հասարակության մեջ, փարատեք եւ լուծեք եւ պարոն Կոնջերյան, դուք այստեղ որ ասում եք Կիլիկիա բան եւ այլ, կանգնեք ելույթ ունեք եւ ասեք, որ Աղազարյան Հովիկը սխալվեց, բանալ քաղաքական բանկրոտ է։ Ես երջանիկ կլինեմ, որ լինեմ քաղաքական բանկրոտ այդ հարցերի կոնտեքստում ու լինեմ շահած քաղաքացի։ Հիմա ես տեսնում եմ ինչեր է տեղի ունենում։ Ես ձեզ եմ խնդրել մի քանի անգամ, ասել եմ կանչենք պարոն Քայարամյանին հարցեր կա, կանչենք ես մեկին հարցեր կա քննարկենք, ես տասնյակ անգամներ երևի այս ընթացքում հարց եմ տվել կալանքը որպես ճշմամիջոց օգտագործվում է, թե չի օգտագործվում։ Պատասխանը ստացել եմ դասախոսական մակարդակով։ Ուր ենք այդ։ Ճիշտ է, նկարներում չեն սպանում, բայց սպանության տարբեր ձևեր կա, պարոն Կոնջերյան։ Սպանության եւ մարդուն ոչնչացնելու տարբեր ձևեր կա։ Եվ դեռ հարցը զուգարանում սպանելն է ավելի մարդկային, թե մտնել ուրիշի հեռախոսի մեջ։ Որն է ավելի մարդկային։ Ես ո՞ց պիտի նայեմ իմ տղաների աչքերին, ո՞ց պիտի նայի իմ տղաների աչքերին, ո՞ց պիտի նայի իմ շրջապատի աչքերին, բայց ես նայել եմ իմ տղաների աչքերին։ Իմ տղաները պարոն Սիմոնյանի մոտ ինձ պաշտպանել են։ Եվ այսօր Հայաստանում չկա մի հատ մեկը, որ իր կողքին կանգնած լինեն 3 հատ տղա, չհաշված պարոն Ասլանյանը, որպես ընկեր։ Չկա մեկը, որ իր կողքին կներեք ռուսների բառերով նասմերտ կանգնած լինեն իր տեղը։ Այդ մեկը ես եմ, եւ ես տաշեղ չեմ, պարոն Կոնջերյան, դա իմացեք։ Լավ, այսքան է։